Ժողովուրդ ջան, բարի լույս, ձեզ ողջունում եմ Ագարակից, Սյունիքի մարզ, այն վայրից, որտեղ ես ծառայել եմ, շատ հետաքրքիր զգացմունքներ ունեմ, հիշողություններ ունեմ, այս սարերը տեսնելով, այս միջավայրը մարդկանց հետ շփվելով, բայց քանի որ այսօր մեր YouTube-ի ալիքում կարևոր այն ժամն է, որ պետք է մենք խոսենք մեր ունեցած խնդիրներից եւ դրա լուծումները նաեւ փնտրենք միասին, այսօր խոսելու եմ ես վերջին մեր սանկցիաներից, որ մենք ունենք Հայաստանի նկատմամբ, որոնք ըստ էության դրանք սանկցիաներ են ես համարում, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը ըստ էության ինչ է անում, որոշակի խումբապրանքներ փակում են, ներմուծումը եւ նաեւ, այսինքն Ռուսաստան ներմուծումը, հա, Հայաստանից արտահանումը եւ նաեւ դրանք գումարած ինչ որ խումբապրանքներ պրոբլեմներ ունեն, այսինքն հասնում են լարս այնտեղ խնդիրներ առաջանում, ասում են ուղարկում ենք դասմոտրի, գնում է դասմոտրի, որևէ ֆուր որ գնաց դասմոտրի, դա դաշնակը որ մնալու է երկար ժամանակ նայելու են, ես կարող է, չգիտեմ ինչքան օր մնա, կարող 40 օր մնա, կարող ավել մնա, հետո ասեն լավ հետ տար, այդ ապրանքը փչանա։ Գիտեք, խոսում եմ մարդկանց հետ, այնքան զանգեր ունեմ, այնքան նամակներ ունեմ, որովհետև հայտարարել էի, որ այս խնդիրներով մեզ դիմեք, զբաղվենք, բարձրաձայնենք եւ բազմաթիվ նամակներ եմ ստանում, ինֆորմացիայի լավ աղբյուր է, խնդրում եմ նաեւ ովքեր որ կդիտեն, դուք նույնպես այդ ինֆորմացիայով փոխանակեք, որ հասկանանք ինչ է կատարվում։ Հիմա նաեւ տեսնում եմ իշխանության քարոզչությունը։ Իշխանությունները մեզ ինչ են ասում են 20 օր կդիմանանք եւ ամեն ինչ կկարգավորվի։ Այսինքն իմ մոտ տպավորությունն է, որ այդ ասողները մտածում են, որ 20 օրից հետո ինչ է փոխվելու, որ այս ամեն ինչը կարգավորվի։ Քանի որ ասող իշխանությունն է, հետաբար իշխանությունը չի կարա, չէ՞, ասի որ 20 օրից մենք չենք լինելու, ամեն ինչ կկարգավորվի։ Այսինքն խնդրեմը մենք էինք, մենք չենք լինի, կգնանք, չենք լինի իշխանություն, ամեն ինչ կկարգավորվի։ Չէ, ընդհակառակն է։ Իրանք նկատեն որ 20 օրից իրանք կվերընտրվեն, ու այս ամեն ինչը ընտրությունների հետ է կապված, եւ որ 20 օրից իրանք վերընտրվեն, ամեն ինչ կկարգավորվի։ Հիմա հարց, հիմա եթե Ռուսաստանը խնդրեմ ունի ձեր հետ, 20 օրից որ դուք վերընտրվեք, այդ խնդրեմը լուծվելու է, հա։ Սա կոնկրետ հարց է, էլի։ Այսինքն, եթե ձեր վարած քաղաքականության պատճառով Լարսում կամ ուրիշ սահմանային անցակետում, չգիտեմ որտեղ, Ռուսաստանում, ասում խանութներից են հայկական ապրանքները հավաքում, խանութներից ապրանքները հավաքում են։ Այդ խնդրեմը կա։ Ինչ եք դուք առաջարկում, այսինքն առաջարկում եք 20 օր հետո որ դուք վերընտրվեք, այսինքն որտեղ դուք ասում եք որ մենք վերընտրվելու ենք։ Ինչ է լինելու, խնդրեմը ո՞նց է լուծվելու։ Ես ուզում եմ այս սրա բացատրությունը դուք տաք, դուք ասում եք ժողովուրդ ջան, ոչինչ 20 օր կդիմանան, գազը չի թանկանալու։ Ուղղակի այս ապրանքներն որ փակել են, ընդունում են ասում են, հա, փակվել է, խնդիրներ կան, բայց 20 օր է, 20 օր դիմացեք, սա կդզվի։ Դեռ մարդիկ ասում են, այս տարի էժան ծիրան եք ուտելու ժողովուրդ, գիլաս եք ուտելու էժան, չգիտեմ, ինչի էժան, որովհետև չի գնալու ոչ միտեղ, մնալու է Հայաստանում, դուք պատկերացնում եք հազարավոր մարդիկ, ովքեր աճեցրել են, բանկերից վարկեր են վերցրել, գրավ են դրել իրանց տունը, այդ ջերմոցային տնտեսությունները, դե ծաղիկը փակվել է, կոնյակներն են ինչ որ փակվում, ջերմուկը փակվել է, էլի ապրանքներ ու ասում եմ, ոչ օֆիցիալ, որ օֆիցիալ փակված է, ես թվարկեցի, բայց ոչ օֆիցիալ կան, ոչ օֆիցիալ, որ դրա մասին խոսակցություն չկա, բայց ապրանքը գնում է հասնում է այնտեղ ու բախվում է մի հատ սարսափելի խնդիրների։ Ինչ է լինելու։ Լուծումը ո՞րն է։ Իշխանությունը փոխանակ մարդկանց խնդրեմը լուծի։ Մը ժողովուրդ ջան 20 օր համբեր եք, ինչ է 20 օր համբերեն։ Ձունը եկե պետք է հալվի, ինչ է 20 օր համբերվեն։ Բանա լավինան եկելա փագե ճանապարհը պետք է 20 օրից դզվի։ Եվ նաև ստացել եմ հազանգեր, որ ֆունդամենտալ խնդիրներ ունենք արդեն շուրջ մի տարի Վրաստանում։ Սրա մասին ես էլի էի խոսել։ Այնտեղ էլ խնդիրներ ունեն մարդիկ, ովքեր արտահանողներ են, եւ այս խնդիրները չեն լուծվել եւ ավելի են սրվել։ Հիմա այս երկու խնդիրը իրար է գումարվել։ Հասկանում եք, եւ այդ փոխադրող կազմակերպությունները, ովքեր փոխադրումներ են անում, այն մարդիկ, ովքեր այդ վարում են այդ մեծ մեքենաները, այդ բեռնատարները, որ տանեն, հրաժարվում են, գներն է դրա թանկանում փոխադրման, հազար ու մի խնդրեմ առաջանում, մարդիկ 40 օրով, մի ամսով, 2 ամսով մնում են այդտեղ, այդ մարդիկ արդեն ասում են, չէ, գինն ենք թանկացնում, կամ հրաժարվում են կոնկրետ ապրանք տանել, որովհետև գիտեն, որ այդ ապրանքը կարող է վարկեն դասմոտրի, կարող է այս անեն, կարող է այն անեն, ժողովուրդ, այս խնդիրները Վրաստանում ով պետք է լուծի։ Լավ Ռուսաստանի հետ հարաբերություններն ասում եք բանա, չէ՞ հնաժամային ասրվել է 20 օրից է կարգավորվելու, էլի իրանք մտածում, իրանք ընտրվեն, այս հարցերը կարգավորվելու է։ Չի կարգավորվելու ժողովուրդ։ Եթե այս հարցերը կապված են ձեր վարած քաղաքականության հետ, դուք որ վերընտրվեք, չի կարգավորվելու։ Պարզ չի, շատ պարզ է, չէ՞, իրանք մտածում են, որ սա ընտրության համար են անում, որ եսի ինչ լինի, ինչ լինի։ Եթե դուք վերընտրվում եք, այս խնդիրները սրվելու են։ Եթե դուք չեք վերընտրվում, այս խնդիրները չեն սրվի, կլուծվեն։
Ստեղ է խնդիրը։ Ձեր վարած քաղաքականության, ձեր պահվածքի արդյունքը սա։ Եվ ձեր վարած քաղաքականության եւ պահվածքի համար վճարում է ժողովուրդը, սովորական մարդիկ, արտահանողները, ծիրան աճեցնողը, չգիտեմ։ Հիմա ես ուղղակի որ տեսա որ ասում 20 օր դիմացեք Ժողովուրդ ջան, սա լավ կլինի, չմտածեք։ Ման հետ է ուզում, այսինքն 20 օրից դուք չեք ընտրվելու, թե ինչ, որն է մեսիջը, որն է ձեր ուղերձը ժողովրդին։ Պրոբլեմը լուծելու եք, թե ասում եք ինչ։ Թե ասում եք որ ձեզ չընտրեն, եթե ասում եք 20 օրից հետո մենք չենք կլինելու, դա լավ ուղերձ է։ Ես ողջունում եմ այդ ուղերձը, եթե ուղերձը դա է։ Բայց տեսնում եմ որ ուղերձը դա չի։ Դուք ասում եք մենք կընտրվենք, հարցը կլուծենք, որ դուք ընտրվեք, բանը Ռուսաստանի ղեկավարությունը, որ այս որոշումներն ընդունում է ձեր համար, բան անելու, ասելու է դե վсё, ուրեմն խնդրեմ չկա, բերեք ձեր ծիրանը վաճառեք, դուք խնդիր չունեք, դուք շարունակեք այդ նույն քաղաքականությունը վարել, բայց բերեք ինչ ուզում եք, ստեղ վաճառեք, բան արեք, բան, դե տենց է լինելու։ Կամ այդ որ ամեն որ մարզ գնում են բանը, Նիկոլ Փաշինյանը կանգնում է ասում է, ես Վլադիմիր Պուտինի հետ ասում եմ, բանը ինչ ասում եմ, ես ունեմ շատ ջերմ, շատ լավ հարաբերություններ, բան, այդ ումա պետք է այդ խոսակցությունը, այդ ինչի մասին է դա։ Ինչ անիմաստ քծնանք։ Մի օր գոռում են, որ մենք իշխանությունը խլում են, ցարը, չգիտեմ ինչ բան, այն մյուս օրը քծնում։ Կողմնորոշվեք, քծնում եք, թե գորգորում եք։ Կողմնորոշվեք, ինչ եք անում, որտեղ ձեր չկողմնորոշվելու արդյունքում է, որ մարդիկ այսօր ունենալու են ֆունդամենտալ, այսինքն ունեն ֆունդամենտալ խնդիրներ։ Կամ լավ Ռուսաստանը հասկացանք, լավ Ռուսաստանի հետ քաղաքականությունը բարձ արդեն ինչ է կարել, ինչ է կանում, ինչ է կանելու եւ որ դրա պատճառով է այսպես է ու 20 օրից է չի լուծվելու։ Վրաստանի հետ կապված ինչ է կատարվում։ Ինչ է կարել հայ-վրացական հարաբերությունների հետ, որ այս մարդիկ ֆունդամենտալ խնդիրներ ունեն, այս բողոքները մենք ստանում ենք։ Այս մարդկանց խնդիրներով պետք է լուծի, իշխանություն եք, ժողովրդի լեգիտիմ իշխանությունը մենք ենք, ման, բա լուծեք այդ հարցերը։ Գնացեք Վրաստան լուծեք, քանի անգամ էկոնոմիկայի նախարարը ասավ, հիմա կլուծվի, ես կգնամ կլուծվի, բան, ինքը տեղյակ չի որ չի լուծվել, անգիր գիտի որ չի լուծվել։ Սաղ գիտեն, Նիկոլը տեղյակ չի որ չի լուծվել, անգիր գիտի։ Մեր եղբայրական հարաբերությունները Վրաստանի հետ բան գնում են շուտ իրար հետ ուտում խմում գալի, այդ մարդկանց խնդիրները հողի վրա չի լուծվել, չի լուծվում։ Որն է պատճառը։ Բաց կանգնեք, ասեք, որ այսինքն ոչ մի ուրիշ երկրի հետ ոչ մի լավ հարաբերություն չի ձևավորվել, ստրատեգիական թղթեր ենք ստորագրման։ Հավայի թղթեր, դատարկություն, տակը ոչ մի ծրագիր, ոչ մի բան չկա, ոչ մի երկրի հետ ստորագրված դե թղթերի մեջ։ Բայց եղած հարաբերությունը, որ նորմալ հարաբերություն կա, օրինակ Վրաստանի հետ, նեմի ասենք մարդիկ արտահանողները խնդրեմ ունեն։ Այս խնդրեմը լուծեք։ Բաց կանգնեք, ասեք ինչ ա եղել, ինչն է պատճառը, ինչ է կարել ու ինչու չի լուծվում։ Որտեվ ես չեմ ուզում ասեմ լուծեք արդեն, որտեվ գիտեմ որ դուք լուծողը չեք դրա, մի տարի չեք լուծել այդ խնդիրը, չեք կարող լուծել, չեք էլ կարողանալու լուծել։ Ժողովուրդ ջան, հետ գալով այս ամեն ինչին։ Տեսեք հիմա Սյունիքում ենք, Ագարակ, իմ երկրորդ տունն է այստեղ, որտեվ ես այստեղ 2 տարի ծառայել եմ, հարազատներ ունեմ, ես իմ համար մի հատ երկրորդ տուն է։ Բայց մարդկանց հետ շփվում ենք, մարդիկ այս ամեն ինչը տեսնում են, շփվում ենք, ասում են, խոսում ենք ամեն օր։ Ոչ մի ոլորտում, ներքին կյանքում էլ, ասեք այդ արտաքին կյանքի մասին չէ, ներքին կյանքում էլ ոչ մի ոլորտում չունեն մի իրավիճակ, որ կարան ասեն, այս խնդիրները մենք լուծել ենք, ամեն ինչ նորմալ է, դուք խնդրեմ չունեք Ժողովուրդ ջան, գնացեք ձեր հարցերով, ապրեք, զուտ մենակ ապրեք, ամեն ինչ լավ է, խաղաղ է։ Էսա ձեր արածը, ձեր վարած քաղաքականությունը։ Բազմաթիվ բողոքներ ենք ստանում բանկերի տոկոսների հետ կապված, Այդ հարցը մենք բարձրացրել ենք, ինչպես նաև այդ ԴՀԿ-ի այդ համակարգից, որ մարդկանց հաշիվների վրա կալանքներ են դնում, բռնագանձումներ են անում, աճուրներ են անում, խլում են մարդկանց գույքը, այդ անարդար տոկոսների այդ վաշխառության արդյունքում։ Մենք ասել ենք, այստեղ եմ ուզում ասել, բանկերն ու ԴՀԿ-ն դաշինք կազմած իրար հետ կեղեքում են մեր ժողովրդին։ Մենք անպայման այս խնդիրը լուծելու ենք, ասեմ ինչպես։ ԴՀԿ-ն որպես կառույց ինստիտուտ լուծարելու ենք։ Ուրիշ մարմին պետք է դրա փոխարեն ներդրվի եւ էլեկտրոնային համակարգ լինելու։ Հաջորդը, ոչ թե այսօրվա համակարգն է, ուրիշ համակարգ ներդրվելու եւ չի կարող այնպես լինել, որ մարդկանց այսօրը գցեն, ասենց տարիներով տանեն, բերեն ԴՀԿ գրասենյակներում։ Եվ հաջորդը, Հայաստանում հնարավոր է օրենք ընդունել, այդ օրենքը մերժվել է միշտ, եւ բայց հիմա պետք է դա անել, պետք է բոլորի ժողովրդին համախմբել այս հարցի շուրջ, օրենքով սահմանափակել բանկերի տոկոսադրույքները։ Բանկերը 6.5-6.7 մինչև 7%-ով փողը կենտրոնական բանկը տալիս է բանկերին, այսինքն ՑԵԲ-ն, Հայաստանի ազգային պետական բանկը
6.5-6.7%-ով միջինը տալիս է առևտրային բանկերին, առևտրային բանկերը ձեզ մինչև 20-24%-ով այդ փողը տալիս են։ Այդքան փող են աշխատում դրա մեջ։ Բայց մենք պետություն լինելով խորհրդարանը կարող են ընդունել օրենք եւ նրանց կողմից տրվող տոկոսը նվազեցնել։ Եվ դա ինձ բարձրը համարել վաշխառություն, այնպես ինչպես Ֆրանսիայում է, Ֆինլանդիայում է, եվրոպական շատ երկրներում։ Մենք դա անելու ենք։ Դրա համար ի՞նչ է պետք անը ժողովուրդ։ Գնալ ընտրական տեղամաս հունիսի 7-ին, վերցնել թիվ 19 քվեաթերթիկը եւ քվեարկել Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին։ Այսքանն էր այսօր եւ խնդրում եմ կոմենտներում էլ գրեք այս խնդիրների մասին, առանձին էլ կարող եք կապվել, եթե վախեր ունեք որ չերևա, ես բոլոր այդ նամակները անձնական նամակներով եմ նաեւ ստացել, գրեք Facebook-ով, մյուս սոցցանցերով, որտեղ ես տեսանյութը կտեսնեք։ Եվ մենք այս հարցերը կշարունակենք բարձրացնել եւ փնտրել սրանց լուծումները։ Բայց լուծումը ըստ էության գտած է։ Հունիսի 7-ն է, հունիսի 7-ին իշխանությունը պետք է գնա տուն։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։